բնականա հայտնության գիրքը բոլորի շատերին հետաքրքրող է, այսօր ես մի հատ բան եմ լսել, YouTube-ից այդ ուղղության բաներ եմ էլի լսում։ Մեկի մասին ասում էր, որ իր ողջ կյանքը նվիրել է հայտնության ուսումնասիրությանը։ Այդ մարդը իր ողջ կյանքը նվիրել է հայտնության ուսումնասիրությանը, այսինքն հայտնությունը այդքան գրավիչ է կամ այդքան ուսումնասիրության կարիք կա։ Մենք մեր ողջ կյանքը չենք նվիրել, բայց ինչքան որ ուսումնասիրենք, ինչքան որ փորձենք հասկանալ, ուզում եմ դրա մեջ երկու բան ասեմ։ Մեկը, սրա մեջ տեսնենք Աստծո գործը մեր համար, որ Աստված սիրում է իր ժողովրդին եւ իր ժողովրդի փրկության համար է մտածում։ Հայտնության գիրքը դատապարտության գիրք չի, եթե դատապարտություն կա, միայն սատանայի գլխին է դատապարտությունը։ Աստծո ժողովուրդը պահպանված են։ Աստծո ժողովրդի համար Աստված հոգացող է եւ վախենալու բան չկա։ Կարևոր է ուզում ասեմ, Աստծո ժողովուրդը վախենալու բան չունի։ Հետո հայտնության գիրքը Քրիստոսի հայտնությունն է, սատանայի հայտնությունը չի։ Ոմանց թվում է սատանայի, ասենք մի քանի բան սատանայի մասին կա գրած։ Բապտի գրած էլի, որ մենք իմանանք այդ խեղճը ուր է հասնելու։ Անցած անգամ էլ խոսեցի, որ սատանան, քանի որ հրեշտակ է եղել, ասենք հրեշտակի բաներ ունի, այդ հատկություններ, բայց Աստծո առջև նա ոչինչ է։ Բոլոր տեսակի ոգիները, թե դրական, թե բացասական, թե Աստծո հրեշտակները, թե սատանայի հրեշտակները գործում են Աստծո թույլտվության չափով։ Աստծո թույլտվությունից այնքան ոչ ոք չի կարող անցնել։ Իսկ Աստծո թույլտվությունը բնական է։ Աստված միայն բարին ծրագրել իր ժողովրդի համար։ Աստված երբեք իր ժողովրդի համար թույլ չի տա ինչ-որ մի բան, վատ բան անելու։ Բայց ովքեր Աստծուն չեն ընտրել, նրանց համար իսկապես շատ վատ բաներ կան սպասվելու։ Լավ, մենք հասել ենք այստեղը։ 7 փողերը, որ պիտի փչվեին, վերջի փողի փչվելու ժամանակ, կամ փչվել, ասեմ, հնչելու, վերջի փողի հնչելու ժամանակ, Թեսաղոնիկեցիների 4 գլխում եւ առաջ Կորինթացիների 15 գլխում գրված է, որ եկեղեցին պիտի հափշտակվի։ Հիմա 11 գլխում գրված է, որ 7-րդ փողը հնչեց, բայց եկեղեցու հափշտակությունը այնտեղ գրված չէր։ Ես հասկանում եմ, որ ոչ թե սա սխալմունք է, այլ այդ օրը, որ փողը հնչվեց, այդ օրը պիտի լինի այդ հափշտակությունը։ Պարզապես նկարագրված է բաներ, որ մենք լավ հասկանանք։ Այդ առանցին ինչեր կան, էլի։ 12-13 գլուխները ժամանակի իմաստով դրա մեջ չեն մտնում։ 12-13 գլուխները տեղեկատվական գլուխներ են։ Աստված տեղեկացնում է, թե ինչեր կան, այդ 11 գլխի շարունակությունը 14 գլխում է գրված։ Այդ փողը հնչելու շարունակությունը գրված է 14 գլխում։ 12-13 գլուխները տեղեկատվություն։ Ինչ տեղեկատվություն։ 12 գլխում նկարագրված է այն կինը, որ պիտի Քրիստոսին ծներ, այսինքն հավատացյալ Իսրայելը, մեծ էլ վիշապի տեսիլքը, որ վիշապ կա, որ առաջի բանսարկուն եւ սատանան է, որը ոչ թե նոր է հայտնվել, ինքը Ադամից Եվայից առաջ արդեն կար։ Եվ Ադամ եւ այն խափողը ինքն էր մինչեւ հիմա մարդկանց խափողը, մինչեւ հիմա մարդկանց մեջ բոլոր տեսակի ցավ ու տառապանքը նրա պատճառով, նրա միջոցով է, նա երկրի վրա է եղել ողջ մարդկության պատմության ընթացքում, նորություն չի, պարզապես ստեղ է գրված, ինքը իր այդ գործունեությունը, եւ ինքը միշտ պատերազմի մեջ է եղել հավատացյալների դեմ։ Մինչև հիմա էլ սատանան պատերազմում է հավատացյալների դեմ։ Սա նորություն չի, բոլորը գիտեք, որ եկել եք հավատքի, գիտեք արդեն, որ սատանա կա եւ պատերազմը հավատացյալների դեմ, եւ սատանան մեր նման մարդ չի, ինքը հրեշտակ է եղել։ Եվ դրա մասին 12 գլխի մեջ է գրված, 12 գլխի վերջի մասը
17 համարը Վիշապը բարկացավ կնոջ դեմ եւ գնաց պատերազմելու նրա մյուս զավակների հետ, որոնք Աստծո պատվիրանքները կպահեին ու Հիսուսի վկայություն ունեին։ Բոլորս հասկանում ենք, որ սա մեզ է վերաբերում։ Հիմա սրա 18 համարը եւ կայնացած ով ավազի վրա որոշ թարգմանություններում 13-ից սկիզբնագրված, ասում որ ծովի ավազի վրա կանգնած է, տեսած ծովից մի գազանք ելներ, որ ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր եւ այլն, լեսի անցած անգամ կարդացինք, ուզում եմ երկու բան հիշեցնեմ։ Ուրեմն այդ գազանը ասма մահու չափ վիրավորված էր, հետո լավացավ։ Բոլոր երկիրը գազանի վրա զարմացան 4-րդ համարը, 13-ի 4-րդ համարը։ Եվ երկրպագություն արեցին Վիշապին, որ գազանին իշխանություն տվեց։ Փաստորեն գազանին Վիշապը իշխանություն տվեց։ Հիմա այս գազանի մասին ուզում եմ երկու բառ ասեմ։ Հետո գրված է սրա մասին, մեկ էլ բանի Դանիելի մարգարեության մեջ է գրված, այսօր կարդալու եմ, որ այս գազանը արդեն հրեշտակ չի, այդ Վիշապն էր հրեշտակ, գազանը հրեշտակ չի, սա թագավորություն է, մի թագավոր չի, թագավորություն, որը տարբեր հերթական թագավորներ կարող է ունենալ։ Հիմա այս գազանը արդեն երկրի վրա է, այս թագավորությունը կա։ Պարզապես վիրավորվածը պետք է առողջանա։ Եվ նրան հայության նոր խոսող բերան տրվեց, 42 ամիս նրան իշխանություն տրվեց, իր կամքը անելու, իր բերանը հայությամբ Աստծու դեմ բացեց, նրա անվանն ու նրա խորհրդն ու երկինքը բնակողներին հայելու, 7 համարը նրան իշխանություն տրվեցավ սուրբերի հետ պատերազմ անելու, նրանց հաղթելու, 11 գլխի 7 համարում էլ գրված է, այն օծյալները, որ քարոզում էին, այդ օծյալներին այս գազանը սպանեց։ Փաստորեն 13 գլխի 7 համարը եւ 11 գլխի 7 համարը նույն երևույթի մասին է, որ գազանը այդ օծյալներին սպանեց։ Եվ այլն, մինչև 10 համարը կարդացել ենք, 11 համարից պետք է շարունակենք։ Ուզում 11 համարից շարունակեմ եւ ուրիշ մի գազան էլ տեսա, որ երկրից, ես էլ արդեն երկրից, ենի ասում է ծովից կելներ, եսի երկրից։ Ու գառնուկի նման երկու եղջյուր ուներ ու խոսեր Վիշապի պես։ Ու առաջի գազանի իշխանությունը կօգտագործեր նրա առջև ու երկիրը եւ նրա բոլոր բնակիչներին կստիպեր, որ երկրպագություն անեն առաջի գազանի, որի մահացու վերքը առողջացավ։ Ու մեծ նշաններ կաներ ու մինչև անգամ երկնքից կրակ իջեցներ երկրի վրա մարդկանց առջև։ Երկրի վրա բնակվողներին կմոլորեցներ այն նշաններով, որ իր ձեռքն էր տրված գազանի առջև անելու։ Ու երկրի բնակիչներին կասեր, որ պատկեր շինեն այն գազանի, որ սուրով վիրավորված էր ու առողջացավ։ Եվ իշխանություն տրվեց նրան, որ գազանի պատկերին հոգի տա, որպեսզի գազանի պատկերը խոսի, եւ ով որ գազանի պատկերին երկրպագություն չանի, նրան սպանել տա։ Եվ նա կստիպեր բոլորին, այսինքն պստիկներին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ իրենց աջ ձեռքերի վրա կամ իրենց շակատների վրա դրոշմ ընդունեն, որպեսզի մեկը չկարողանա գնել կամ ծախել, բացի միայն նա, որ ունի դրոշմը կամ գազանի անունը կամ նրա անվան թիվը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, քանի որ մարդու թիվ է, ու նրա թիվը 666 է։ Հասանք այն տեղը, որ բոլորի հետաքրքրությունը ստեղ է։ Ես տարօրինակ մարդ եմ, այ մարդ, այդքան էլ չեմ հետաքրքրում։ Բայց դե որ ստեղ եմ կայնած, պետք է այդ մասին խոսեմ էլի մի քանի բառ։ Ես հիմա բացեմ Դանիելի մարգարեության 7-րդ գլխից մի հատված կարդամ։ Դանիել մարգարեության 7-րդ գլխից, ամբողջ գլուխը չեմ կարդա, մի հատված եմ ուզում կարդամ։ Սկզբից գրված է, որ Դանիելը 4 մեծ գազաններ տեսավ, տեսիլքով, գիշերվա տեսիլքով 4 մեծ գազաններ տեսավ, 3-րդ համարում է գրված, ու ծովից 4 մեծ գազաններ ելան, որոնք իրարից տարբեր էին։ Դեղ ասում է առաջինը, երկրորդ, երրորդ եւ այլն, 4-րդը բոլորից տարբեր էր ու ավելի ահեղ եւ այլն, չեմ ուզում այդտեղ կարդամ։
15 համարից ասում մեկին ասեց մի հատ հրեշտակի, որ տեսիլքները բացատրի։ Նա էլ բացատրեց, ուրեմն 17 համարում գրված է. այս 4 գազանները 4 թագավորներ են, որոնք երկրից պիտի ելնեն։ Ուրեմն հասկացաք, այս գազանները թագավորներ են։ Անցած անգամ հիշում եմ խոսել նույնիսկ այսպես ցույց եմ տվել։ Գարին, ոչխարին ով կասի գազան։ Ոչ մեկը չի ասի, գազանով է, գազանն է, որ հոշոտում է, հափշտակում է, սպանում է, վտանգավոր է, չանչեր կամ զենքեր ունի, որը իր աղացով չի բավարարում, որը ուրիշինն ազում խլի, սպանի, բանանի խլի։ Եվ որ ասում է թագավորներ են, ուրեմն այնպիսի թագավորներ, ովքեր իրանց ունեցածով չեն բավարարում, ովքեր ուզում են ուրիշներին սպանեն, իրանց ունեցածը խլեն։ Ձեզ ծանոթ է այս երևույթը։ Մեր շուրջը կան նման գազաններ։ Կան։ Եվ միայն հիմա չկան։ Սրանց 100 տարի առաջ են եղել։ Եվ այլն։ Այսինքն նման գազաններ եղել են երկրի վրա։ Բացատրում է հրեշտակը, բացատրում է այդ գազանները թագավորներ են։ Իմիջիալուց ասեմ, բոլոր թագավորները գազան չեն։ Թագավորներ կան խելոք իրենց ժողովրդին թագավորում են, աշխատում են իրենց ժողովրդին լավ պահել։ Բայց թագավոր կա չի բավարարում իր ժողովրդով։ Ուզում է ուրիշ ժողովրդին տիրի։ Ուզում է չգիտեմ, իր անունը ավելի բարձրանա, ավելի, չգիտեմ, ես այդ մտածելակերպը ինձ շատ տարօրինակ է, բայց գիտենք։ Հիմա քանի որ 4-րդ թագավորությունը, 4-րդ գազանը տարբեր էր, Դանիելը հատուկ 4-րդի մասին առանձին է հարցնում։ Եվ նա պատասխանում է 23 համարից եմ կարդում հրեշտակի պատասխանը։ Նա այսպես ասեց. 4-րդ գազանի երկրի վրա 4-րդ թագավորությունը պիտի լինի։ Նրանք ասում են թագավորներ են, սրան ասում են թագավորություն, այսինքն մի թագավորով չի բավարարում։ Թագավորներ։ Գրվում է այնտեղ, որ բոլոր թագավորություններից տարբեր պիտի լինի, բոլոր երկիրը պիտի ուտի ու նրան պիտի կողքրտի ու փշրի, այն 10 եղջյուրները 10 թագավորները, որ այն թագավորությունից պիտի ելնեն, նրանցից հետո ուրիշը պիտի ելնի, որ նա առաջվաններից տարբեր պիտի լինի, նա 3 թագավոր պիտի կործանի, ու բարձրալի դեմ խոսքեր պիտի ասի, ու բարձրալի սուրբերին պիտի սպառի, եւ պիտի մտածի ժամանակներ ու օրենքներ փոխել, նրանք մինչև ժամանակ ու ժամանակներ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի տրվեն, եւ ատյան պիտի բազմի, ատյան պիտի հավաքվի, ես ուղում եմ արել, այստեղ ուրիշ թարգմանությունից, ատյան պիտի հավաքվի, նրա իշխանությունը պիտի վերցնեն, վերջապես նրան բնաջիր պիտի անեն ու կորցնեն եւ թագավորությունն իշխանությունը բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը բարձրալի սուրբերու ժողովրդին պիտի տրվի ու նրա թագավորությունը հավիտենական թագավորություն պիտի լինի ու բոլոր իշխանները բոլորը պիտի ծառայեն ու պիտի հնազանդվեն, հա նրան պիտի ծառայեն հնազանդվեն այսքան կարդացի որ մի բան ասեմ Ներեք տեղս ուզում եմ չփակեմ որ հեսա պիտի վերադառնամ այդտեղ Ուրեմն ասեց այդ 4-րդ գազանը 4-րդ թագավորությունը որ բոլորից տարբեր այս տարբեր ինձ շատ բան է ասում չգիտեմ ես էլ ձեզ կարամ ասեմ թե չէ բոլորից տարբեր եւ իր մեջ թագավորներ կան հետո ասում մեկը պիտի ելնի 3-ին խլի վերջ այս մեկը առանձնահատուկ ես էդի բերեմ միացնում ստեղ այս գազանը այդ 4-րդ գազանն է այս 13-րդ գլխի գազան անցած անգամ որ կարդացինք այնց է Դանիելի տեսած 4-րդ վերջի գազանն է սրա այս մի ուրիշ գազան լելավ գառան նման այդ մեկն է որ նրա մեջից ելավ եւ ավելի ակտիվ սկսեց գործել Այսքան ասեցի, որ ինչ ասեմ, նրա վերջում թագավորությունը տրվեց սուրբերին, այսինքն սատանայի գործունեության վախճանն է դրանով, դրա և Աստծո թագավորության արանք էլ ուրիշ բան չկա, օրինակ այն մյուս թագավորները
որ էլի գազան էին։ Այն մեկ իր գազանություն արեց, պրծավ գնաց։ Հետո այն մյուսը, իսկ այս մեկը ոչ թե պրծավ գնացում երկիրը մնաց, չէ, այս մեկով արդեն Հիսուսը սրան պրծացրեց եւ Աստծո թագավորություն ունեց։ Հասկացաք, այսքան կարդացի դրա համար, որ ասում է դրանից հետո թագավորություն տրվի սուրբերին, իսկ դրան պիտի վերացնեն։ Ատյան պիտի բազմվի, ատյան պիտի հավաքվի եւ այս ատյանով, այսինքն երկնքից որոշում եկա, որ նրան վերացնեն։ Հիմա էդի կարդացի, որ այստեղ հիմա ասեմ, այսի որ հասանք 666-ին, սա այդ գազանի վերջն է արդեն։ Սրանից հետո Աստծո թագավորությունն է լինելու։ Եվ այստեղ որ ասում է 42 ամիս նրան իշխանություն տրվեց, այսինքն հիմա այս պահին դեռ այդ իշխանությունը նրան տրված չի։ Իմ հասկացածով, իմ ճանաչածով այս գազանը 13 գլխի գազանը հիմա կա երկրի վրա, մոտավորապես 150 տարի ինքը կա երկրի վրա։ Եվ հիմա իմ հասկացածով ինքը այդ վիրավորված այդ կիսամեր վիճակում է։ Եվ այս գրածից հասկանում եմ, հեսա ես չգիտեմ այդ վերջը երբ հանելու 7-րդ փողի հնչվելու ժամանակը թե ինչ, 3 տարուկես սրա ժամանակա տրվելու։ Չէ, 7-րդ փողի չէ, 7-ից առաջ։ Որտեվ 7-րդ փողը հնչվել արդեն սրա վերջն է։ Ինքը Սուրբ քաղաքը պիտի կողքրտի, եթե հիշում եք 11 գլխի մեջ էլ էր գրված, չէ, որ Գավիթը տրված է հեթանոսներին, որ կողքրտեն։ Եվ բայց իր վերջնական են գործունեությունը պիտի կատարի այս մեկը, այս գառան նմանը։ Այսօր գառան նմանը մի թարգմանության մեջ կարդացի, թարգմանության չբացատրության, որ սա իրան որպես կրոնավոր է ներկայացնելու, իրան որպես հավատացյալ է ներկայացնելու, բայց իրականում ծառայելու է վիշապին։ Կան, չէ՞։ Հələ հետո էլի կլինի կրոններ, որոնք ծառայում են սատանային։ Իրանց կարծիքով հավատացյալ են, իրանց կարծիքով Աստծուն պաշտոն են մատուցում, բայց այնց հիմա YouTube որ բացում ես, չգիտեմ ձեր YouTube-ը ինչ է ցույց տալի, YouTube-ը լիքը տես բաներ է ցույց տալի, որ այնց հիմա Նիգերիայում, բանում, Իրանում, չգիտեմ եւ այլ քանի տեղեր քրիստոնյաների սպանում են։ Սպանում են ունել դաժան ձևով։ Այս գազաններն են։ Այս գազաններն են։ Իրանց գազանությունը անում են։ Եվ քանի գնաց, մի հատ ուզում հիշեցնեմ, 11 գլխից մենք այն օցիալների քարոզչությունը որ նայեցինք, տեղից ես իմ հասկացած ասի, որ դա մեծ արթնությունն է լինելու։ Մինչև Հիսուսի գալուստը, մինչև հափշտակվելը 3 տարուկես մեծ արթնություն է լինելու։ Եկեղեցիները այդ Մովսեսի եւ Եղիայի օծությամբ պիտի գործեն ու քարոզեն։ Բայց այս արթնությանը զուգահեռ սատանան էլ իր սատանայական արթնությունն է ունենալու։ Այն էլ ակտիվ գործելու։ Այսինքն Սուրբ Հոգու ակտիվ գործունեության հետ Սատանան էլ ակտիվ գործելու։ Հենց որ սատանը քնելու է այդ ժամանակ։ Երկու արթնություն են ունելու, մի հատ աստվածային, մի հատ սատանայական։ Եվ քանի որ այս մեկին այս գարի նման, միջալոց հեսա հետո մյուս գլուխներում սրան նաև ասում է սուտ մարգարե։ Եվ հասկանում եմ, որ ները հենց էսի է։ Էսի արդեն մարդ է։ Այս գազանը թագավորություն է, այս գառան նմանը մի հատ մարդ է, որտեղ ները մի հատ մարդ ալնելու, որը որպես Քրիստոս իբր նստելու Աստծո տաճար, որպես Աստված, բայց մինչև նստելը ինքը պետք է երկրպագություն անի եւ ժողովրդի երկրպագել տա գազանին։ Գազան ասած Աստվածաշնչի մեջ է գազան գրած, իրական մարդիկ նրան գազան չեն ասելու։ Նրան մեծարելու են, նրան փառաբանելու են, նրան ով է սրան նման եւ այլն եւ այլն։ Եվ շատերը հետևելու են նրանց։ Հիմա այստեղ երկու բանի վրա ուզում ուշադրություն դարձնենք։ Մեկը, որ ասում է չի թողի մարդիկ ծախեն կամ առնեն, եթե դրոշմը նշանը չունեն։
Բա ոնց ենք անելու։ Եկեք այդ դրոշ մի մասին մի հատ խոսամ նոր, հա, այս 666-ի, ես ոնց եմ հասկացել։ Ուրեմն ուզում սկսեմ մի բանից, միտքս լավ հասկացնելու համար։ Այս մասին որ մտածում էի, աղոթքի ժամանակ մեկ էլ մեջս դրվեց, եկավ։ Նենց որ ստացել եմ, ինչ որ ասում եմ, ոչ թե ես մտածել եմ, եկել այ մեջ։ Մարդու հետ, որ ասում եմ, մարդու թիվը, նրա թիվը, մարդու հետ ինչ թիվ կարող է կապել։ Մարդ, բոլորս մարդ ենք։ Ասենք մարդու մասին, որ խոսում ենք, մարդու անուն որ տալիս ենք, մարդուն որ ներկայացնում ենք, ինչ թիվ կարող է այս մարդու հետ կապենք։ Մի րոպե, ծննդոցը, որ սկսում է, այո, Ադամից սկսած տարեթվերն է, իրանց տարիքն է ասում։ Բայց դա ասում է այն նպատակով, որ մենք կարողանանք հաշվարկել մարդկությունը ինչքան ժամանակ գոյություն ունի։ Երբ որ ազգերը առաջացան, ամեն ազգ արդեն ինչ որ միտեղից սկսած իր տոմարը սկսեց։ Օրինակ մեր հայկական թիվը սկսվեց, երբ որ Հայկը Բելին հաղթեց։ Հռոմեացիները Հռոմ քաղաքի հիմնադրումից են սկսել։ Եվ տենց ամեն ազգ, ուզում ասեմ, այլ մարդկանց տարիքը չի, օրինակ մարդու հետ որ գործեցնում են, պարտադիր չի տարիքը իմանաս։ Ճիշտ եմ ասում։ Ուզում ասեմ, այդ սկզբից է տարիքը, բայց հետո մարդու ամասին, որ ասում են մարդու թիվ, տարիքը չի։ Հիմա ասեմ, ես ոնց հասկացա, ինչ որ դրվեց մեջս։ Մանավանդ, որ ոչ թե սովորական մարդու, այլ սենց ինչ որ նվաճող, առաջնորդ, երևացող մեկը, նվաճողների, զորավարների, թագավորների հետ կապված թիվը եղել է իր զորքի քանակը։ Այս մարդը, ասենք, այս թագավորը հարձակվեց նրա վրա այսքան զորքով, այս թագավորը նրա դեմ դուրս եկավ այսքան զորքով, այս զորավարը այսքան զորքով ինչ որ այս բանն արեց։ Ճիշտ եմ ասում, լսել եք նման բան։ Նվաճողների, որտեղ ասում սրանք սովորական մարդիկ չեն, գազանները, նվաճողների հետ կապված թիվը իրանց զորքն է, ասենք իրանց հետևորդները։ Հիմա նվաճող չասեմ, սովորական, ասենք ինչ-որ մի բանի համար մարդիկ ընտրվում են, պետք է ընտրվեն ինչ-որ մի բանի։ Ընտրվողների հետ կապված է իրանց ընտրողների քանակը, այսինչ մարդը ընտրվեց, կամ այսինչ մարդը ձայն տվեցին այսքան ձայն, այն մեկին այսքան ձայն։ Այսինքն, թիվը այդ մարդու հետևորդների քանակով է հաշվում։ Կարեցա միտքս ասեմ։ Մարդու հետ կապված թիվը այս մարդու հետևորդների քանակով հաշվում։ Ինչքան մարդը հետևում այս մարդին, կամ այս մարդու հետ ինչքան մարդ կա։ Ես տենց հասկացա, վերջ հասկացա այս 666-ը այս ների հետևորդների քանակն է։ Ապրես։ Հետևորդների քանակն է։ Միայն մի բան ասեմ։ Քանի որ իմ հասակակիցները ինձանից մեծերը սովետի ժամանակ ապրել են, այն ժամանակ ես բանն եմ սովորել։ Հիմա չգիտեմ հիմիկվա կուսակցությունները ոնց են իրանց քանակներին հաշվարկում, այն ժամանակ տոմս կար։ KPSS, հա? Կամ ինչ? Պարտիայի տոմսը, չէ? Դե վրեն գրած էր կոմունիստическая партия Советского Союза, KPSS, առաջին տոմս ստացողի տոմսի մեջ գրած էր համար առաջին, երկրորդ համար երկրորդ, երրորդ, եւ այդպես տոմսերը համարակալված էին։ Այսինքն տոմսի վրա գրած էր կուսակցության անունը, մեջը նաեւ այն համարն էր գրած, որ այդ մարդը որ համարն է։ Ստե որ ասում են նրա անունը եւ անվան թիվը, ես հասկացել եմ նրա անունը եւ անվան թիվը, այսինքն այդ մարդը որ երրորդն է։ Բայց ինչի ես կոմունիստական պարտիային հիշեցրի, որտեղ իմ երիտասարդ ժամանակ ես հիշում եմ, որ բոլոր պարտիականները պետք է պաշտոնավոր լինեին։ Վերջի տարիներ նոր սկսեցին ոչ պաշտոնավոր պարտիականներ հայտնվել։ Իմ երեխա ժամանակ հիշում եմ, բոլոր պարտիականները պետք է պաշտոնավոր լինեին։
Եթե վերջի տարիները սկզբից միայն պաշտոնավորներն են, դա լավ եմ հիշում, որտեղ ես իմ ուշադրություն դրա վրա եղել է։ Հիմա, այսքան գիտեք ինչ եմ ասում, այս 666-ը, ես կարծում 666 այտենց ղեկավարներ, պաշտոնավորներ, բիզնեսմեններ, այդպիսի մարդիկ են այս 666-ը։ Եվ նրա այդ հետևորդները, նրա հետևորդ այդ մյուս այդ ինչ ասեմ, առաջնորդ, թե գազան, թե իրա նմաններ 666 են։ Մի քիչ եմ ստեղ ուզում ասեմ։ Սատանա ճիշտ է խափող է, բայց ամենաշատ խափնվողը հենց ինքն է։ Գիտեք ինչով։ Իրան թվում ամբողջ աշխարհ իր հետևից է գալի, բայց դες չի։ Ամբողջ աշխարհ իր հետևից չի գնում։ Իրան թվում է ինքը աշխարհի տերն է, բայց դες չի, ինքը աշխարհի տերը չի։ Իրան թվում է ինքը ամեն բան կարող անել, բայց դες չի, ինքը ամեն բան չի կարող անել։ Եվ ինքը այդպես խափված է դուրս գալի միշտ։ Միշտ հաղթողը Աստված է։ Միշտ Աստծո որոշումն ալ, միշտ Աստծո կամքն ալ։ Միշտ փրկվողներ են ելնում։ Սատանային թվում ամբողջ աշխարհը դժոխք պիտի գնա։ Սատանան կարծում է վաղ ես դժոխքում պիտի լինեմ, բայց դες չի ելնելու։ Նա խափված է։ Հիմա այսքան ասի, որ շատերին թվում է ոնց 660, չէ, շատ կլինի ամբողջ աշխարհի հետևից կգնա։ Չէ, ամբողջ աշխարհի հետևից չի գնալու։ Ես տենց եմ հասկացել, սա ընդհանրապես իր հետևողների քանակն է։ Ուրիշ մի ինչ որ արծվածային բան չկա։ Հիմա մի քիչ վերևանամ, որ ասում է չեն կարող գնել ու առնել եւ այլն։ Ժողովուրդ։ Դե մենք քրիստոնյաներս, որ ընտրել են Քրիստոսին, բնականորեն չենք ընտրելու այս գազանին։ Հիմա ես նորից հիշեցնեմ պարտիականը, ինչի էդի հիշեցրի։ Շատ մարդիկ պարտիական էին դառնում, զուտ որ պաշտոն զբաղեցնեն, զուտ որ լավ ապրեն, զուտ դրա համար։ Իրանք գիտեին, որ էդի անաստված կուսակցություն է, գիտեին, որ իրանք Աստծուն պետք է ասեն ոչ, բայց իրանց պաշտոնի համար, իրանց եկամուտի համար, իրանց ուտելու համար մտնում էին պարտիայի շարքերը։ Շատ-շատերը տենց էին։ Հատուկ այդ մարդիկ կարող են լինել, որ չիմանալով դրա էությունը մտնում էին պարզապես։ Բայց հիմնականում մարդիկ ուզում էին սով չտեսնեն, իրավունք ունենան։ Այսօր մի բան եմ լսել այդ մասին, ասում էր, որ սա ավելի շատ մարդիկ այդ ապրելու վախից են մտնելու։ Դե հիմա ուզում եմ ձեզ ասեմ, սիրելի Աստծո ժողովուրդ, մեզ պահողը Աստված է։ Մենք վախ չունենանք ապրելու։ Այսօր իմ լսած նյութերի մեջ մեկը կար, ասում է, այդ Աֆրիկայի հյուսիսում այդ որ բաների, անապատների մեջ են ապրում։ Այդ ազգերից միտեղ գնացել էր մի գյուղ, մի թաքուն տեղ քրիստոնյաների էր հանդիպահաջին, որոնք այդ հալածանքներից փախել են, որոնք այդտեղ ոչինչ չունեն։ Եվ ասում են, գիտեք Աստված մեզ ոնց է պահում։ Մենք երբ տեսնում ենք մթերքով բեռնավորված մի հատ գրուզավիկ է գալի։ Ասում են, քեզով է ուղարկի, ասում են, ես ձայն եմ լսել։ Ձայն եմ լսել եւ ինձ ուղարկել է այստեղ, ես ձեզ ոչ տեսել եմ, ոչ ճանաչել եմ, ոչ իմացել եմ այստեղ մարդ կա։ Ձայն եմ լսել, եկել եմ այստեղ։ Աստված պահել գիտի իր ժողովրդին։ Նաև այդ ժամանակ, այդ օրերին մենք գիտեք ոնց ենք ապրելու։ Հիշում եք Գործք երկրորդ գլխում գրված է, առաջի դարի եկեղեցին ոնց էր ապրում։ Ոչ մեկ իր ունեցածի համար չէր ասում, թե ես մենակ իմն է, այլ բոլորինս է։ Այսինքն այսօրվա ձեր ավելին նրանց պակասը կլրացնի, մի օր էլ նրանց ավելին ձեր պակասը կլրացնի։ Պարտադիր չէ մենք խանութից առնենք, մենք կարող ենք իրար փոխանցենք։ Կարող ենք մեր հացը կիսենք միմյանց հետ։ Կարող ենք մեր հագուստը կիսենք միմյանց հետ։ Եվ նաև
Ստեղ ուզում հիշեցնեմ Մատթեոսի ավետարան 25 գլխի մեջ Հիսուսը մի ժողովրդի ասեց. «Եկեք իմ հոր օրհնածներ, ժառանգեք ձեր համար պատրաստած հավիտենական կյանքը, ինչի համար, որ սոված էի հաստվեցիք, ծարավ էի ջուր տվեցիք, մերկ էի հագցրեցիք, հիվանդ էի, չէ, օտարական էի ներս առաք, հիվանդ էի ինձ տես եկաք, բանտի մեջ էի եկաք ինձ մոտ»։ Նրանց էլ ասի, երբ տեսանք, ասեց, «Էս իմ եղբայրներից մեկին արիք, ուրեմն ինձ արիք»։ Աստված հնարավորություն է տալու, որ մենք այդ օրհնությունը վերցնենք, այսինքն հնարավորություն է տալի, որ մենք մեր հացը կիսենք միմյանց հետ, որ մենք մեր ունեցածը չբռնենք ու պահենք, մեր ունեցածը բաժնեկցենք։ Ամեն ասում եք սրան։ Ես հավատում այդ օրերին քրիստոնյաները այսպես պիտի ապրեն։ Եվ որևէ քրիստոնյա նեղություն չի քաշի։ Գործք առաքելուց 2-րդ գլխում գրված է. քրիստոնյաները նեղություն չէին քաշում, որովհետև մեկը իր այջին էր ծախում փողը բերում էր, այն մեկը ինչ որ մի բան էր անում, քրիստոնյաները նեղություն չեն քաշում։ Ունես որ համարձակելնենք, չվախենանք, վայ, որ ես խանութից բան չառնեմ, բա ոնց առնելու։ Սրանից 1000 տարի առաջ գիտեք խանութներ կար, մարդիկ իրար հետ էին առուտուր անում։ Ունես որ մենք այդ հնարավորությունն ենք ունենալու այդ օրհնությունը վերցնելու։ Ամեն ասում եք։ Իսկ եթե մեկը հանկարծ Իրանը կպահի չի տա, այդպիսիներին համար հենց այդ նույն Մատթեոս 25-ի մեջ գրած է. «Հեռու գնացեք ինձանից անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որովհետև սոված էի հաց չտվեցիք, ծարավ էի ջուր չտվեցիք եւ այլն»։ Նրանք էլ ասին, երբ ասեցիք, ես իմ եղբայրներին չարեցիք, ինձ չարեցիք։ Հիմիկվանից ասում են, որ Աստված մեզ հնարավորություն է տալի, որ անենք եւ օրհնվենք։ Եթե այսքան ասացի վերաբերյալ բան ունեք ասելու, ծառայողներ, համեցեք։ Եթե չկա, ես ուզում եմ երկու բառեր ստեղ ասեմ ու անցնենք 14 գլխին։ Ես ինչ որ ես ասում եմ, մի հատ լուսամուտ եմ թողում, որ ասեմ, մի գուցե Սուրբ Հոգին ուրիշ բան բացանի։ Ես պատրաստ եմ հնազանդվելու Սուրբ Հոգուն։ Ես չեմ պնդում, թե 100% սենց է, բայց այսօրվա իմ հասկացածով ասում եմ, որ ես եմ հասկացել։ Եթե Աստված նոր բան բացանի, ես պատրաստ եմ իմը թողեմ եւ այդ նորը ընդունում։ Ուզում ասեմ, դուք էլ չեմ պարտադրում, թե ոնց ես ասում եմ, սենց էլ դուք ընդունեք։ Բայց այն ինչ որ ստացել եմ, ես պարտավոր եմ զգում պարտավորություն, որ ասեմ։ Միգուցե հենց սենց է։ Շարունակեմ 14 գլուխը։ Եվ տեսա, որ գառնուկը կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ 144,000-ը, որոնք ունեին նրա անունը եւ նրա հոր անունը իրենց ճակատների վրա գրված, ու երկնքից մի ձայն լսեցի շատ ջրերի ձայնի պես ու մեծ որոտումի ձայնի պես, ու լսած ձայնից քնարները զարկելու ձայնին կնմանվեր, եւ նոր երկ կերկեին աթոռի 4 կենդաններու երեսների առջև, եւ մեկը չէր կարողան երկը սովորել բացի այն 144,000-ից, որոնք երկրից գնված էին։ Սրանք նրանք են, որ կանանց հետ չխառնակվեցան, որտեղ կույս են, սրանք գառնուկի ետևից կգնան ուր որ նա կգնա, սրանք մարդկանց մեջից գնվեցան Աստծուն ու գառնուկին երախայրի, այսինքն սեփականություն լինելու, եւ նրանց բերանը սուտ չգտնվեցավ, որտեղ անբիծ են։ Արդեն 7-րդ գլխում այս մարդկանց մասին 144,000-ի մասին խոսել ենք եւ այս էլ կարդացել ենք, որ նրանք Իսրայելի 12 ցեղերից գնվել են ոչ թե որպես գառնուկի հարս, այլ որպես գառնուկի շքախումբ։ Երկրի վրա դրանց ասում են թիկնապահ խումբ, բայց դեռ թիկնապահի կարիք չկա, շքախումբ։ Ոչ մի թագավոր մենակ չի, բոլոր թագավորները իրանց հետ մի խումբ ունեն, որ ուր իրանք գնան, այս մարդիկ իրանց հետ։ Այս 144,000-ը Իսրայելի ցեղից ընտրված կույս, անմեղ սուտ չկա բերանին եւ այլն։ Այս մարդիկ են։ 7-րդ գլխում այս մարդկանց մասին որ խոսում է, հետո ասում է, տես ապետեղեն ծոյի որպես ծոյի վրա բոլոր լեզուներից, ազգերից, ցեղերից անթիվ մի հատ բազմություն, որոնք պաշտում երկրպագում են, այդի մենք ենք։ Այդ բոլոր ցեղերից եղած բազմությունը մենք ենք եւ գրված այնտեղ 7-րդ գլխում գառնուկ իր վրանը պիտի տարածի մեր վրա, մեր արջերից արցունքները պիտի մաքրի, մեր կենդանի ջրի աղբյուրները պիտի առաջնորդի եւ այլն։ Ուզում ասեմ, այս 144,000-ը նրա շքախումն է, իսկ եկեղեցին գառնուկի հարսն է։
Հիմա շարունակ, հա, ստեղ մի բան էլ ասեմ։ Այս երևույթը հիմա որ ասեց, տեսա գառնուկին Սիոն լեռան վրա, սա երկնային Սիոնի նկատին, որովհետև ասում են նրանք երգում էին աթոռի եւ այդ 4 կենդանիների ու երեսների առջև։ Այսինքն այս երևույթը երկնքում է, ոչ թե երկրի վրա։ Այսօր նրանք երգում էին, երկնքում է։ Եվ ինչ էին երգում։ Ստե գրած ինչ էին երգում, բայց ես մոտավորապես պատկերացնում եմ, որ գառնուկի հարսանիքի օրն էր արդեն, հարսանեկան երգ էին երգում։ Դրա համար մյուսները չգիտեին։ Հիմի շարունակենք, այսօր եկեք հափշտակությանը հասնենք։ 6 համարից։ Եվ մի ուրիշ հրեշտակ տեսա, որ կթռչեր երկնքի մեջ եւ ուներ հավիտենական ավետիսը քարոզելու բոլոր ազգերին ու ցեղերին եւ լեզուներին ու ժողովուրդներին, որոնք երկրի վրա կբնակվեին։ Եվ նա մեծ ձայնով կասեր. Աստծուց վախեցեք ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկավ, ու երկրպագություն արեք նրան, որ ստեղծեց երկինք ու երկիր եւ ծով ու ջուրերի աղբյուրները։ Ես ստեղից ինչ եմ հասկանում, ինչ եմ տեսնում։ Ստեղից հասկանում եմ, որ դեռ եկեղեցին հափշտակված չի, որտեղ եթե եկեղեցին հափշտակվի, ել ապաշխարության հրավեր ում է տրվելու։ Ապաշխարության հրավերը տրվում է այն ժամանակ, երբ որ դեռ Աստծուն բաժին կա երկրի վրա։ Քանի Աստծու բաժինը դեռ երկրի վրա է, դեռ ապաշխարության հրավեր է տրվում, կամ դեռ մարդկանց հնարավորություն է տրվում ընտրություն անելու։ Մենակ ստեղ մի բան ասեմ, որ ստեղ մեզանից 50 տարի կամ 100 տարի առաջվա մարդը չէր հասկանում, մենք այսօր հասկանում ենք։ Մի հրեշտակը ոնց պետք է իրենց անի, որ այս 8 միլիարդ մարդը իր ձայնը լսեն եւ ընտրությունն ապաշխարեն թե չէ։ Բայց այսօր հասկանում ենք։ Փառք Աստծուն նույն հեռախոսից, բայց հիմա on-line ես հավատում եմ, որ այդ on-line քարոզություն պետք է լինի։ Նենց որ իսկ on-line քարոզություն հնարավոր է ամբողջ աշխարհում մեկ, պարզապես հրեշտակները պետք է նենց անեն, որ այդ գծերը լավ աշխատեն։ Այս հրեշտակը պետք է այդ գծերը լավ աշխատացնի, քարոզությունը հասնի աշխարհի բոլոր անկյունները։ Երեք մի հատ հարց էլ տրվեց ինձ։ Անցել եմ այդտեղ։ Որտեղ էր Հակոբ եղբայր դու տվեցիր այդ հարցը։ Հա, որ բանին ասում է գազանին հոգի պիտի տա։ Հակոբ եղբայրը հարցրեց։ Հա, այդ Իսրայելի համար հեսա մի քիչ հետո կանցնի դրան, որ էլ Իսրայելից 100 տարի առաջվա մարդը չէր հասկանում գազանի պատկերին հոգի տալը, շարժվելը որն է, բայց մենք այսօր այս էկրանները մեզ լրիվ հասկացնում են, որ հնարավոր է։ Էդ էլ է հնարավոր։ Հակոբ եղբայրը հարցնել ասես կարող է դա արհեստական բանականությունը, էդ էլ է հնարավոր ժողովուրդ։ Նենց որ հիմիկվա տեխնիկան նենց է, փառք Աստծուն տեխնիկայի դրական մասի համար հնարավոր է, եւ Աստված այդ իր տված տեխնիկան գործածում է իր գործի համար։ Հիմա այս հրեշտակի քարոզությունից հետո մեծ էլ գրված է նրա հետևից, նրանից հետո մի ուրիշ հրեշտակ եկավ ու ասեց. ընկավ մեծ Բաբելոնը, որտեղ բոլոր ազգերը արբեցրեց իր կատաղի պոռնկության գինիով։ Այս մասին, երբ որ անցնենք արդեն մյուս գլուխները նոր կվերադառնամ, էլի հիմա ես չեմ զուգստեղ կանգ առնեմ։ Նրանից հետո երրորդ մի հրեշտակ եկավ ու մեծ ձայնով ասեց. Ով որ գազանին ուրա պատկերին երկրպագություն անի եւ դրոշմիր ճակատի վրա կամ իր ձեռքի վրա ընդունի, նա Աստծո սրտմտության գինից պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության գավաթի մեջ, եւ կրակով ու ծծումբով պիտի տանջվի սուրբ հրեշտակների առջև ու գառնուկի առջև։ Նրանց տանջակի ծուխը պիտի ելնի հավիտյանս հավիտինից եւ ցերեկ ու գիշեր հանգստություն պիտի չունենան նրանք, որ գազանին ու նրա պատկերին երկրպագություն կանեն եւ նրա անվան դրոշմը կընդունեն։ Այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք Աստծո պատվիրանքներ ու Հիսուսի հավատքը կպահեն։ Ու երկնքից մի ձայն լսեցի, որ կասեր. գրի, այսուհետև երանելի են այն մեռելները, որոնք տիրոջմով կննջեն։ Այո, ասում է հոգին, որ իրենց աշխատությունից հանգչեն ու իրենց գործերը իրենց ետևից կգնան։ Այն որ այսօր սկզբից ասացի, 12-13 գլուխները մեջ համտած, որ մենք մի բան հասկանանք։ Այս հայտարարությունը հասկանալու համար։ Այս հրեշտակի հայտարարությունը, որպես մենք հասկանայինք,
Եթե պատճառասրեք 12-13 գլուխները գրված չլինեն, մենք հասկանենք, այս գազանով է, գազանի այս դրոշ մի ինչ է։ Ուրեմն երկու գլուխները պատրաստություն էին, որ մենք հասկանանք։ Գազան ալնելու կամ գազան կա, նրա դրոշմ կա, ընդունել չընդունել կա, այսինքն Աստծուն հավատարիմ մնալու եւ հավատարիմ չմնալու ինչ որ բանաստեղծվելու իրավիճակներ, որ մենք լավ հասկանանք, հիմա այն բանը 11 գլխի 7-րդ փող հնչելու շարունակությունը այս 14 գլխի մեջ այստեղից նոր գրված է։ Բայց մինչև այդ գրվածը կարդալը, թե կարդամ նոր լավ, հա։ Բերեք կարդամ։ Եվ տեսա մի ճերմակ ամպ, ու այն ամպի վրա մեկը նստած էր որդու մարդու նման, եւ իր գլուխը ոսկե պսակ ու իր ձեռքը սուր մանգաղ ուներ։ Բոլորս ընդունում եք, որ սա Հիսուսն է։ Եվ որ ամպի վրա է նստած։ Եթե նկատել եք, ամպը Սուրբ գրքում որպես Աստծո Հիսուսի բանի տրանսպորտն է։ Այսինքն իր գահի վրա չի, հետո ամպի վրա նստե եկել է։ Այսինքն ճանապարհին է։ Տրանսպորտի մեջ է։ Եվ տաճարից մի հրեշտակ ելավ ու ամպի վրա նստողի մեծ ձայնով կաղաղակեր ու կասեր. Երկնցուր քո մանգաղը դու հնձիր, որտեղ հնձելու ժամանակը քեզի եկավ, ոմանք քեզ եկավ կամ եկավ, որտեղ երկրի հունձքը հասունացած է։ Նա էլ ամպի վրա, որ ամպի վրա կնստեր, իր մանգաղը երկրի վրա երկնցուց ու երկիրը հնձվեցավ։ Այ իմ հասկացածով այսի նոր հափշտակությունն է։ Սրան որ գումարենք, դուք գրում եք այնտեղ Մարկոս 13:27 գրեք, 26:27։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն որդին մարդու ամպերու մեջ եկած, մեծ զորությունով փառքով նմանա սրան։ Շարունակի։ Այն ժամանակ իր հրեշտակները պիտի ուղարկի ու իր ընտրյալները պիտի ժողովի, ասենք հավաքի 4 հովերեն երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։ Համընկավ սրա հետ։ Որդին մարդու ամպերով պիտի գա, դե ստե ասում է մանգաղ, ընդեղ ասում է հրեշտակներին։ Դե եկեք ընդունենք, որ հրեշտակները այդ գործավել լավ կանենք, քան սովորական երկաթի մանգաղը։ Եվ իր ժողովրդին պիտի հավաքի։ Սա է հափշտակությունը, իմ հասկացած։ Սա շարունակությունն է 11 գլխի այնտեղի, որ ասում է 7-րդ փողը հնչվեց։ Պարզապես այս 12-13 գլուխները մեջտեղ մտան, որ մենք հասկանանք, որ այդ ընթացքում մենք կառնչվենք սատանայի հետ, կառնչվենք սատանայի որոշ գործունեության հետ, բայց Աստծո ծրագիրը պիտի կատարվի։ Հիմա ստեղ մի բան էլ մնաց ասելու, ես ուզում եմ այսօր ստեղ կանգ առնենք, շարունակությունը հաջորդ անգամ, մի բան էլ եմ ես ուզում ներկայացնեմ, սրանց այդ ժամկետներ կան, քիչ առաջ ասի, որ այն արթնությունը, որ պիտի այդ երկու օծությունների, երկու օծյալների միջոցով լինի, այդ արթնության ժամանակ սատանան էլ իր գործն անելու, այդ մասին ուրեմն գրված կա ժամկետների մասին։ Դանիելի մարգարեության 12 գլխի 11-12 համարներում, այսինքն վերջի համարներում։ Ու մշտնջենապես 11 համար Դանիելի մարգարեության 12 գլխի 11 համարն եմ կարդում։ Այրվող զոհի վերցվելուն եւ ավերող պղծության դրվելու ժամանակից աստղանիշա գրված, ներքևում գրված է կամ ավերող պղծության վերցված ժամանակից մինչև այրվող զոհի վերցվելու ժամանակից մինչև ավերող պղծության դրվելը 1290 օր պիտի լինի։ Երանի նրան, որ պիտի սպասի ու 1335 օրվան պիտի հասնի։ Դե կարդում։ Ճիշտ կարդացի ժողովուրդ։ Դեստեղից մի հատ բան եմ ես հասկանում։ Դե
Դանիելի մարգարեության մեջ է գրված այդ եստեր գրված չէ որ բացատրեմ, բայց որ ասում է զոհը պետք է վերցվի եւ դրա փոխարեն ավերող փոխությունը դրվի, այսինքն այդ որ 42 ամիս այդ գազանին իրավունք է տրված գործելու, գազանը բոլոր տեսակի հոգեվոր պաշտամունքները պետք է դնի մի կողմ եւ իր պղծությունը պետք է սկսի։ Ասում է դա 42, չէ, 1290 օր։ 1260 օրը 3 տարի ու կես է։ 1290 օրը մի ամիս էլ ավել է 3 տարի կեսից։ Այսինքն մենք այդ ժամանակ այդ եւ արթնության եւ սատանայի հետ պայքարների մեջ ենք ելնելու։ Բայց 12 համարը իմ համար, 12 համարը թողում նա, իմ համար մի հատ մեծ բան է, ասեմ ինչքան մեծ բան։ Երանի նրան, Երանի որ ասում է նշանակում է լավ բան է սպասում, ճիշտ է։ Երանի նրան ով կհամբերի, սպասի, ես համբերի եմ ասում, ու 1335 օրվա պիտի հասնի։ 1335-ից որ հանենք 1290, մնում է 45։ Այսինքն, այդ որ ստիպելու է, այդ որ 666-ը պիտի վերջ այդ որ մարդկանց չի թողալու բանանեն, այդ առնեն, ծախեն, այդ որ նեղության մեջ է գցելու, ոմանք դրան ասում են մեծ նեղություն, այստեղից ես հասկանում ընդամենը 45 օր է տևելու։ Եթե հիշում եք, Հիսուսը ասեց, ընտրյալների համար ժամանակը պիտի կարճանա։ Հայտնության մեջ մի եկեղեցուն ասում է 10 օր նեղություն կունենաս։ Հիմա ուզում ասեմ, շատ երկար չի տևելի ժողովուրդ։ Այդ որ մենք խանութից իրավունք չունենք առնել ծախելու, մենք իրար օգնենք, էդի 45 օր է տևելու։ 45 օր առանց ուտելու էլ մարդը կապրի։ Ես այդ եմ հասկանում։ Եվ այդ 45 օր հետո այս մանգաղը գալու է։ Այդ 45 օր հետո եկեղեցին վերցվելու է։ Սպասենք դիմանանք այդքան համբերենք, ուզում ասեմ, մի վախեցեք։ Մի քիչ համբերեք։ Աստված երբեք իր ժողովրդի վատը չի ուզում։ Բայց իր ժողովրդին միշտ անցկացնում է ինչ-որ բաներով, փորձություններով, որ զորացնի։ Որ արծաթի պես, ոսկու պես զտի։ Այսքան իմ հասկացած ասեցի, որ Դանիելի մարգարեություն Եվեսի միացնում ենք իրար, ինչ-որ բան հասկանում ենք։ Այդ օրերին, այդ ընթացքում շատ թոհուբոհ պետք է լինի։ Շատ մեծ բաներ։ Բայց այդ մեծ բաների մեջ ես հավատում եմ, եկեղեցին իր գործը պիտի անի, որտեղ արթնության օրեր են լինելու։ Մինչև վերջ, նույնիսկ հրեշտակը պետք է, այսինքն նույնիսկ on-line ամբողջ աշխարհում պետք է բան լինի, ավետարանչություն լինի։ Մեծ ավետարանչություն ալնելու, մարգարեություն ալնելու, հրաշքներ ելնելու, Եղիայի Մովսեսի ժամանակվա նման մեծ հրաշքներ ելնելու։ Գիտեք, չէ Աստվածաշնչում 3 տեղա մեծ հրաշքների առատություն գրած։ Այնց հատուկենտ կան, բայց առատ հրաշքներ եղել են Մովսեսի ժամանակ, առատ հրաշքներ եղել են Եղիա Եղիսեի ժամանակ, մեկ էլ առատ հրաշքներ եղել են Հիսուսի ժամանակ։ Հիսուսի առաքյալների։ Հիմա մեկ էլ այս վերջի օրերը պիտի լինի, որին եկեղեցին մասնակցելու է։ Այնց որ քաջեղեք դուք մասնակցելու եք այդ վերջի հրաշքների ժամանակին, վերջի արթնության ժամանակին։ Իսկ նեղությունը շատ երկար չի լինելու։ Նեղությունը ընդամենը 45 օր առնելու։ Այն էլ այդքան էլ մեծ նեղություն չի լինելու։ Մենք իրար օգնելու ենք, նորմալ ապրելու ենք։ Այն մարդիկ են նեղվելու, որ բիզնես ունեն, բայց իրանց բիզնեսը կայնում է, թող ապաշխարեն։ Ապաշխարեն գան մեր նման հանգիստ ապրել։ Իսկ ովքեր կուզենան իրանց բիզնեսը բռնեն, Հիսուսին կթողեն։ Եթե բան ունեք ասելու, այսքանը վերաբերել համեցեք։ Հիմիկվանից բայց որ պահենք կարող է նամշի։ Աստված կարող է մանանայել տայո։ Կա ուրիշ ասելու բան։ Հիմա ես կարևոր բան ասեմ, լավ։
Մենք ոչ թե պետք է սպասենք, մենք պետք է սրբվենք։ Մենք պետք է պատրաստվենք։ Աստված չի թողելու ել մենք սենց հանգիստ լինենք։ Մեզ ընես դեղերով անցկացնելու, մենք ուզած չուզանք պետք է սուրբ լինենք։ Եթե սուրբ չեղանք, մենք չենք դիմանա, կընկնենք։ Մենք պետք է սուրբ լինենք։ Մենք պետք է ամբողջությամբ Աստծուն հանձնված կյանք ապրենք։ Ամբողջությամբ, որովհետև եթե պատերազմի չես կարող մեջտեղը կանգնես, կամ ես կողմ տիլնես, կամ այն կողմը։ Ճիշտ է։ Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք լինելու։ Մենք ամբողջությամբ մի կողմը պետք է լինենք։ Ոմանց էլ ամբողջությամբ են կողմն լինելու։ Եկեք ընդունենք, եթե մենք Քրիստոսին ընդունել ենք, ամբողջությամբ պետք է լինենք Քրիստոսի կողմը։ Թե չէ, եթե մի քայլ այն կողմ գցեցիր, վերջը տա։ Ամբողջությամբ Քրիստոսի կողմը։